տատիկ պապիկիս եմ տեսնում, ապերիկիս եմ տեսնում, գնում ենք բակ։ Դպրոցական արձակուրդների երկարաձգումը ուրախացրել է թերևս միայն առաջին դասարանցիներին, ավելի բարձր դասարանների երեխաները շտապում են դպրոց վերադառնալ։ Ուրեմն նրա համար, որ իմ դպրոցական ընկերներից չեմ տեսնում։ Որտեվ կարոտել եմ ընկերներից։ Շախմատը կարոտել եմ, սա հենց առաջին օրն է, հենց գնացի դասի, արդեն հետում եմ շախմատի։ Չնայած որ երեխաները դասապրոցեսները կարոտելու մասին ոչինչ չեն ասում, բայց վստահեցնում են, որ իրենց ազատ տրված ժամանակը զուրկ չեն վատնել, դասերով են զբաղվել։ Արձակուրդների ժամանակ կարդացել եմ, գրավորներ եմ գրել, կարդացել եմ, դասեր եմ արել, բայց ամենայնիվ խաղացել եմ։ Լինում է, որ կարդում եմ, թեկուզ գրքով չէ եւ ինտերնետով եմ բան կարդում։ Դպրոցականների մի մասը սկսել են պարապել ճարահատյալ, քանի որ արդեն լսել են, թե ինչպես պետք է վերականգնեն բաց թողնվածը։ Որովհետև ասենց ասած քթներիցս վերելու են։ Դպրոցականների կարծիքի հետ համաձայն է նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, հավելյալ դասաժամերը երեխաների համար դժվարություններ են ստեղծելու ու ազդելու են կրթության որակի վրա։ Եթե դպրոցը որոշի 8-րդ ժամ, այդ նշանակում է այդ ժամը չկա։ Եթե անգամ ֆիզիկապես լինեն երեխաները, եթե անգամ, որի ես կասկածում եմ, միևնույն է այդ օրվա ծանրաբեռնվածությունը, հոգնածությունը լինելու է շատ լուրջ պատճառ, որպեսզի այդ դասը անարդյունավետ անցնի։ Այսպիսի խնդիր չէր առաջանա, եթե օրենքով արդեն սահմանված հեռահար կրթությունը կիրառելի լիներ դպրոցներում։ Այսօր Skype էլ կա, էլեկտրոնային գրադարաններ կան, կարող էր ուսուցիչը աշակերտների հետ աշխատել։ Երեխաների ծնողները չնայած հանգիստ են, որ իրենց երեխաները դպրոցում չեն վարակվի գրիպով, բայց արդեն անհանգստանում են։ Երեխաները շատ են հանգստացել եւ արդեն կդժվարանան վերադառնալ այդ ուսումնական process-ին։ Երեխաները չեն հասցնի իրենց դասերը պարապեն։ Այսքան ընդհատումը կազդի երեխաների առաջադիմության վրա։ Մինչև նորից հունի մեջ ընկնեն, ինձ թվում է մի ամիս կտևի։ Հիշեցնենք, եթե առողջապահության նախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությանը մինչև շաբաթվա վերջ կրկին չդիմի դասերը հետաձգելու առաջարկով, ապա դպրոցները եւ մանկապարտեզները փետրվարի 1-ից կբացեն դռները երկարատև արձակուրդից հետո։